Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Եթե մարդիկ հիմա դուրս չգան այդ համացանցային տիրույթից դուրս իրենց տեսակետը չարտահայտեն եւ չպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դրվի ու ինչ ենք անելու, էլի ուղղակի սպասելու ենք, թե մեզ ոնց են ոչնչացնելու։ Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը։ 20 թվականին այդ մասին էինք խոսում, դրանից հետո էլի էինք այդ մասին խոսում, այսօր էլ հասկանալի չի, որ դա այդպես է։ Ակնհայտ է այս ամեն ինչը ու չտեսնելը, անտեսելը, այս պահին չգործելը եւ այս իշխանություններին անհապաղ չհեռացնելն ու չդատելը իրենց հանցագործությունների համար արդեն մեր կողմից է հանցագործություն։